1991 թվականի սեպտեմբեր ամսին ամբողջովին փոխվեց արցախցիների կյանքն ու մեր պատմության ընթացքը։ Ազատ եւ անկախ հանրապետություն հռչակելով Արցախահայությունը սկիզբ դրեց պետականաշինության եւ ժողովրդավարական հանրապետության կերտման գործընթացին։ Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետությունը փոխվեց թերևս ամեն ինչ։ Այսօր 25 տարի անց հաջողություններ են գրանցվել մի շարք բնակավարներում, բարգավաճման եւ զարգացման գործընթացից անմասն չմնաց նաեւ մարզական ասպարեզը։ Եթե անկախության հռչակման առաջին տարիներին Արցախում գործում էր մոտ 270 մարզական կառույց, ապա այսօր նրանց թիվը հասնում է 300-ի։ Միայն վերջին տարիներին Արցախում կառուցվեցին Շուշիի, Ասկերանի, Շահումյանի մանկապատանեկան մարզադպրոցները։ 2011-ին կառուցվեց Մարտունու մարզահամալիրը, շահագործման հանձնվեց Ասկերանի շրջանի մարզադաշտը, վերանորոգվեցին մի շարք դպրոցների եւ մարզադպրոցների մարզադահլիճներ։ Այս տարի մարզական համալիրներ բացվեցին Ճարտար եւ Կիշի համայնքներում։ Մայրաքաղաք Ստեփանակերտում էլ օրերս շահագործվեց բոլորովին նորաբաց մարզասրահը։ Այսօր Արցախում գործում է 11 մարզադպրոց, որոնցից 7-ը շրջաններում, իսկ 4-ը մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սա օրինակ խորհրդային տարիներին կազմավորված կամավոր ֆիզկուլտուրային մարզական կենտրոն հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցն է։ Արցախյան պատերազմի տարիներին դպրոցի գործունեությունը դադարեցվեց, հաջողվեց այն վերաբացել 1997 թվականին։ Ճիշտ է, մի քանի անգամ անվանափոխվել է կազմակերպությունը, կազմակերպության անունը, բայց այսօր էլ գործում է եւ ունենք մեծ հաջողություններ, ինչպես սպորտի մասսայականացման գործում, այնպես էլ բարձրակարգ մարզիկների պատրաստման գործում։ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացման հիմնական խնդիրը հետապնդող հասարակական կազմակերպության մարզադպրոցը անկախության տարիներին իր շուրջը հավաքեց սեղանի թենիս, հանդբոլ, ըմբշամարտ, թայկվանդո, սանդաուշու քունգֆու եւ բիլիարդ մարզաձևերը։ 19 տարվա ընթացքում մարզադպրոցի սաները տարբեր մարզաձևերում դարձան Եվրոպայի եւ աշխարհի մեդալակիրներ։ Կազմակերպությունում ծրագրում են ավելացնել մարզադպրոց հաճախող 270 աշակերտների թիվը, նոր մարզաձև ավելացնելով մարզադպրոցում։ Սանդաուշույց ունենք աշխարհի, Եվրոպայի, Եվրասիայի չեմպիոններ, սեղանի թենիսի համահայկական խաղերի չեմպիոններ։ Այսօր ծրագրեր ունենք ծանրամարտը Արցախում զարգացնելու, որտեղ ծանրամարտը մեր հանրապետության համար տրադիցիոն միշտ եղել է ուժեղ մարզաձև։ Սպասում ենք օգնության կարիք ունենք, ասենք մարզագույքի, մարզադահլիճի վերանորոգման, եթե ամեն ինչ ծրագրով գնա, ծանրամարտը կզարգանա Ղարաբաղում։ Խնդիրների լուծման համար դիմել ենք կրթության, գիտության եւ սպորտի նախարարին, խոսք են տվել աջակցել եւ մարզագույքի եւ մարզադահլիճի հարցով։ Արցախում գործող մեկ այլ հանրապետական մարզադպրոցը հիմնադրվել է 1972 թվականին։ Այսօր այն ունի 337 մարզիկ, ովքեր զբաղվում են ատլետիկա, սամբո, ձյուդո, կյոկուշինկայ, կարատե, ըմբշամարտ, վոլեյբոլ, ուշու, ֆուտբոլ եւ թայկվանդո մարզաձևերով։ Մարզադպրոցի կարևոր նպատակը եւ խնդիրներն են պահպանել եւ ամրապնդել պարավողների առողջությունը ֆիզիկական, կուլտուրա եւ սպորտի միջոցներով, պատրաստել ֆիզիկական պատրաստ երիտասարդների, որոնք կարողանան պաշտպանել մեր հայրենիքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմը համար մենք պատրաստում ենք մարզիկների, ինչպես նաև կապ ենք հաստատում հանրակրթական դպրոցների հետ, ֆիզիկական դաստիարակության, առողջարարական խնդիրների կազմակերպման եւ օգնության հարցերում։ Ի ուրախությունս ասեմ, որ վերջում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով Մամիկոնյան փողոցի 7-րդ կիսանուկողային հարկում բացվել է մի գեղեցիկ մարզասրահ, որը տրամադրել են հանրապետական մարզադպրոցին, որտեղ պարապմունքները անց են կացնելու մարզադպրոցի խմբերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մենամարտային ձևերով, մարզաձևերով երեխաները պարապելու են այդ մարզասրահում։
Միայն 2015-2016 ուսումնական տարում մարզադպրոցի 334 մարզիկ մասնակցել է Հանրապետական Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եւ արժանացել 156 մեդալի, որոնցից 52-ը առաջին հորիզոնականի։ Հանրապետական մարզադպրոցի տնօրենը վստահ է, որ ցուցանիշները կմեծանան ի շնորհիվ մարզադպրոցում աշխատող Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների վաստակավոր մարզիչների։ Նպատակը նա է այս տարի, որպեսզի քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողանանք մենք ավելի բարձր արդյունքներ հասնել մեր մարզադպրոցի սաները 9 մարզաձևերից։ Անցած դարի 50-ականներին հիմնադրված Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը անկախության տարիներին գործունեությունը վերսկսեց 5 մարզաձևով։ Հիմա մարզադպրոցի 52 խմբակներում ընդգրկված է 623 մարզիկ։ Բռնցքամարտը մարզադպրոցին վերջին տարիներին միացած մարզաձևն է։ Միայն այս խմբակ 44 մարզիկ է հաճախում։ Բացի բռնցքամարտից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում գործում է ևս 10 խմբակ՝ բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, սպորտային պարեր, սպորտային զբոսաշրջություն, քյոկուշին կարատե, մուայ թայ, սանդաուշու մարզաձևերն ու մարտարվեստների ասոցիացիան։ Մեր դրվածքը շատ լավ է դրված այսօր եւ կասեի, որ մենք այս տարի մենք հայտարարել ենք որակի տարի, սա ինչ է որակի տարին էլի, որ առաջ մենք մեր հավաքական թիմում ընդգրկված էր 2 հոգի, օրինակ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզաձևերից։ Հիմա մենք խնդիր ենք բերել կրկնապատիկ 4 հոգի պետք է անպայման ընդգրկվի եւ մարզիչները այդ ուղղության աշխատում են օրեցօր։ Մարզադպրոցի սաները հաջողություններ են գրանցում բոլոր մարզաձևերում։ Օրինակ սպորտային туриզմի մեր հավաքականը վերջերս Ստեփանակերտից վերադարձավ մրցանակային 2 գավաթով։ Մեկ այլ խմբակի բասկետբոլի սաներից 2-ը այս տարի առաջին անգամ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը։ Ունենք բազմակից չեմպիոններ բասկետբոլից, այսինքն տարբեր տարիքային խմբերից 2001-2002 թվականների տղաները, որ Հայաստանի Հանրապետության այս տարվա չեմպիոններն են առաջին մրցանակային տեղ են գրավել, շատ մեծ ցուցանիշ է, անհատական ձևերից ունենք աշխարհի չեմպիոններ 2014 թվականի չեմպիոնն է Թայլանդում խառն մենամարտից մեր Դավիթ Այրապետյանը։ Արցախում 2013 թվականից գործող մարտարվեստների ասոցիացիան նույնպես ընդգրկված է մարզադպրոցի կազմում։ Մինչ օրս Արցախում կազմակերպել են պրոֆեսիոնալ մենամարտերի 3 խոշոր մրցաշար։ Կարճ ժամանակում կարողացել են տալ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ։ Ասոցիացիան իր մեջ ներառում է 4 մարզաձև՝ խառը մենամարտեր, MMA, քիքբոքսինգ, կամեկ եւ մուայ թայ։ Ունեցանք լավ Հայաստանի չեմպիոններ, միջազգային չեմպիոններ 2014 թվականին տվեցինք մեր առաջի լուրջ չեմպիոնի, Եվրոպայի չեմպիոնի Վիլնյուսում կամեկից Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Հայրապետյանը, 2015 թվականին աշխարհի չեմպիոն մուայ թայ մարզաձևից Թայլանդում Բանգկոկ քաղաքում, 2015 թվականին նույնպես կամեկից եւ կամեկ մարզաձևից մեծահասակների երկրորդ տեղ աշխարհի առաջնության ժամանակ Ալեքսան Աղաբալյանը Ստեփանակերտում գործում է 6 թիմ մուայ թայ եւ խառը մենամարտերից հիմնականում թիմերը սեպտեմբեր ամսին նախատեսում ենք Շուշիում 1 խումբ, քաղաքում 2 խումբ բացել, կփորձենք Արցախ աշխարհում ընդհանրապես մարտարվեստները զարգացնել։ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի խոսքով ուշադրությունը մեծ է բոլոր մարզաձևերի նկատմամբ, սակայն առաջիկա ժամանակներս հնարավորինս կաջակցեն բռնցքամարտի զարգացմանը։ Բռնցքամարտն ենք շատացնելու խումբը, որովհետև դա օլիմպիական ձև է եւ գտնում եմ, որ այդ բռնցքամարտից մենք մոտ ապագայում կունենանք լավ տղաներ, որոնք կմասնակցեն եւ Հայաստանի առաջնության եւ Եվրոպայի առաջնության։ Խնդիրը այդպես է դրած մարզիչի մոտ։
Շախմատի մարզադպրոց Ստեփանակերտում գործում է 1983 թվականից։ Անկախության տարիներին արդեն 1998 թվականին քաղաքային մարզադպրոցը դարձավ Շախմատի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց։ 2004 թվականից արդեն ունեցանք նոր գեղեցիկ մասնաշենք իր բոլոր հարմարություններով, իր զալով, իր ամեն դասասենյակներով, բոլոր պայմանները կան նաև միջազգային մրցումներ կազմակերպելու համար։ Այսօր մարզադպրոցը խմբեր է ձևավորել Արցախի բոլոր շրջաններում։ Գործող 27 խմբերում երեխաների թիվը հասնում է 288-ի։ Մարզադպրոցի տնօրինությունը հպարտանում է նաև շրջանների մարզիչների կատարած աշխատանքով, որոնց շնորհիվ ավելացել են մեր հանրապետությունից դուրս անցկացվող առաջնություններում մեդալակիրների թիվը։ Մենք ունեցել ենք շատ երեխաներ, որոնք մասնակցել են Հայաստանի Հանրապետությանը, դարձել են Հայաստանի մրցանակակիրներ։ Օրինակ ունենք նաև Գորոս Մաստեր Հովիկ Հարապետյանը, ունենք նաև վերջերս մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը դառել մեր նախկին սա Մանուել Պետրոսյանը, ունենք նաև շատ երեխաներ, որոնք պիտի հոկտեմբերին պիտի մասնակցեն հաթերքից Ալեքս Մանուկյանը պիտի մասնակցի աշխարհի առաջնությանը, ունենք շնորհաշատ երեխաներ, որոնք բարբերաբար մասնակցում են եւ Հայաստանի Հանրապետությանը եւ աշխարհի Եվրոպայի առաջնությանը։ Ունենք Մանե Ադամյանը, որը այս տարի մասնակցել է կանանց բարձրագույն խմբի առաջնությանը։ Մի խոսքով շախմատային կյանքը շարունակում է միջոցառումներ, պարապմունքներ, որ հույս ունենք, որ հետագայում նրանք կարող են եւ Հայաստանում եւ Եվրոպայում, աշխարհում ցույց տան լավագույն արդյունքներ։ Համենայն դեպս մենք հավատում ենք, որ կունենանք այդպիսի հաջողություններ եւ ձեզ եմ հավատացնում, որ կարող ենք ունենալ եւ կունենանք չեմպիոններ եւ Հայաստանի եւ Եվրոպայի եւ աշխարհի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կարևոր մարզակառույցներից է հանրապետական մարզադաշտը։ 2008 թվականին վերանորոգվելուց հետո անցած տարի Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհիվ փոխվեց նաև խոտածածկն ու վերանորոգվեց խաղադաշտին հարակից վարչահարական շենքը։ Առաջիկայում էլ պլանավորված է փոխել հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։ Սակայն 1967 թվականին կառուցված այս մարզադաշտում այսօր ֆուտբոլային հանդիպումների հազվադեպ են ականատես լինում։ Պատճառն այն է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը UEFA-ն չի թույլատրում արցախցիներին մասնակցել Հայաստանի բարձրագույն առաջնություններին։ Այնուամենայնիվ այսօր այստեղ գործում է Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբը։ 2007 թվականին ստեղծվեց Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբը, որը համալրվեց տարբեր տարիքային 5 խմբերով։ Այսօր մոտ 150 ֆուտբոլիստ է ընդգրկված ակումբում։ Ցավոք սրտի 7 թվից սկսած մեծ խումբը ոչ միտեղ չէր մասնակցում։ Ուղղակի մանկապատանեկան խմբերը պարապում էին ու երկու թիմով խաղում էինք Հայաստանի առաջնություն։ Միջև հիմա էլ այդպես է։ Երկու թիմով ենք խաղում Հայաստանի առաջնությունում։ Հիմիկվա ներկապային 1999 թիվ ծնված երեխաներով եւ 2002 թիվ ծնված երեխաներով։ Մեծերի թիմը չեն մասնակցում ոչ մի պրոֆեսիոնալ մրցաշարի Հայաստանում կազմակերպված, բայց մեծերը միշտ էլ խաղացել են համահայկական խաղեր, ասենք տարին երկու անգամ, երկու ամիս 2001 թվին, 7 թվին եւ 2015 թվին։ Ես մարզում եմ այդ թիմը, որպես գլխավոր մարզիչ, տարիների մենք չեմպիոն դառանք։ Ակումբի գլխավոր մարզչի խոսքով հիմա իրենց կարևոր խնդիրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելն է։ Այսօր հանրապետական մարզադաշտում իրենց պարապմունքներն են անցկացնում նաև թեթև ատլետիկայի մարզիկները։ Մարզաձևով զբաղվող 50 մարզիկների շրջանում արդեն ունեն սպորտի վարպետներ եւ Հայաստանի ռեկորդակիրներ։ Անկախացումից հետո մեծ թափով, շատ մեծ թափով կարելի ասած զարգանալ ատլետիկան։ Եվ այսպես Սեյան Հարությունյանը եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, մասնակցել է միջազգային խոշոր մրցումների։ Աշոտ Հարապետյանը դարձել է Հայաստանի ռեկորդակիր, 3 անգամ Եվրոպայի դիմային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը, 3 անգամ։ Մասնակցել է ուսանողական խաղերի, մտել է մինչև Իսայիա ձեռապակից, որը դա ատլետիկան կայացած շատ բարձր արդյունք է։ Եվ կային բազմիցս մի շարք չեմպիոններ, որոնք Ստելա Թամարազյանը, որը այս տարի դարձել է Հայաստանի երկանակի չեմպիոն ատլետիկայից եւ չեմպիոն կորոսավազքից, Անգելին Ավակյանը, որը դարձել է պատանի երկանակի չեմպիոն, Լինա Գասպարյանը դարձել է պատանիների չեմպիոն։ Շրջաններում խմբակներ կան,
բայց կարելի ասել, որ շրջաններում ակտիվներ ցույց տվող մարզիկներ շատ քիչ կան։ Նրանք մասնակցում են մենակ Ղարաբաղ անվտանգությունում մեկ-մեկ, ասենք, որ տեսնում ենք, որ արդեն կարողանում են այդ նոր մաչումին ցույց տալ, նրանց առաջարկում են գալ Ստեփանակերտ, Պարավոն Ստեփանակերտում, այսպես այս տարի արդեն տեղափոխվել է Անգելին Ավագյանը, որը դարձել է Հայաստանի պատանի կրկնակի չեմպիոն, որը եւ նա մեր ապագա հույսն է։ 10 մարզիկ բավականին մեծ ապագա ունեն, կարող են հետագայում բարձրակարգ մարզիկներ դառնալ, բարձր հաջողություններ ցույց տալ եւ հույսը միշտ էլ նման որ ասենք մենք ունենանք ապագա օլիմպիական մասնակից։ Դա մեր ատլետիկայի առաջ նաեւ նպատակն է դա։ Արցախում այսօր մեծ ուշադրություն է դարձվում աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության վրա։ Մեծ թվով երեխաներ են մարզվում տարբեր մարզաձևերով։ Անկախության 25 տարիների ընթացքում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ տալով, այսօր վստահաբար կարող ենք ասել, որ հետագա ազատ եւ անկախ պետականության տարիներին մեր հաջողությունները կբազմապատկվեն։